Բողոքների քննարկումը շարունակվում է դատականիստերի քաղաքական զեկույցով ներկայացել դատականիստին։ Դատականիստին ներկայացել են Մեղադրյալ Միքայել Աջապարյանը, պաշտպաններ Զորաբյանը, Ահավանյանը, Ալթունիսը, Ֆարմանյանը, Սարգսյանը, Մարային մեղադրողներ Հարությունյանը և Նավարյանը։ Շատ լավ, հիշեցնեմ, որ նախորդ դատականիստին լսեցինք պաշտպանական կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, այնուհետև դատականիստը հետաձգվեց աշխատանքային խորհրդի պատճառով։ Միջնորդության կապակցությամբ որևէ լրացման դիրքորոշում ունեն կողմերը։ Ոչ, պնդում ենք։ Նման պայմաններին դատանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապարյանի, Ժայռի պաշտպանը Ռոման Ահարոնյանի, Արա Զորաբյանի, Երեմ Սարգսյանի, Հարութ Ալթունիսի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդություն բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապարյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել և նրա նկատմամբ որպես այժմնակային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքումների ժողովի փողոցի 6, իսկ բժշկական հաստատություն ստացիոնար ուժի մասնիկ պայմանում տվյալ բժշկական հաստատություն և բացակայելու արգելք։ Տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվարկել Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապարյանին փաստացի հաշվառող վերցնելու բանից։ Խափան միջոց տնային կալանքի գործունեության ընթացքում արգելել Մեղադրյալի շփում ունենալ բնակության վայրում քյուր գալու այլ անձանց նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ օգնել աղտավության այդ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում Մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայողի և վարչատնտեսական մասի 1 աշխատակցի։ Անհրաժեշտության դեպքում Մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնել բժշկական անձնակազմի, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու կամ վերահսկողություն իրականացնել մարմինի կապ հաստատելու դեպքի վրա, իսկ այդպիսի դեպքում այդ մասին անապահ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմինին։ Տնային կալանք խափան միջոցի կատարումը և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հրաժարդության նախարարության պրոբացիայի ծառայություն։ Պարզաբանում եմ նաև, որ որոշում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան այս ստանալու բանից հետո 10-րդ ժամկետում։ Դատարանը ցանկանում է նաև պարզաբանել, որ հոգևոր դասի ծառայողի և վարչատնտեսական մասի աշխատակցի տվյալները կտրամադրեք դուք վերահսկողություն իրականացնող իրավասության։ Դատարանը հասնում է զեկույցին։ Երևան քաղաքի առաջին հացյալի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 3-ին քննել է և 127-91-01-20 քրեական գործ ըստ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապարյանի քրեական անկրկիչ կուսակցության վճռել է։ Հրապարակվում է միանգամից անհստակություն լուծված մասով։ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապարյանին մեղավոր չանաչել, քրեական